Հարևսես, հիմա դարձյալ պիտի շարունակեմ Զաբել Եսայանի Սիլահտարի վարդեզները ընթերցել։ Ցեղնահարգի սենյակի մեջ թեր բահեր էինք դիկրան մոր եղբորս քույքերը եւ թուղթերու ծրարներ։ Ան երբեմն կբարձրանար այդ սենյակը եւ ժամերով կմնար։ Անկամը երբ դիկրան մոր եղբայրս իր թուղթերը կսարկեր, ես մոդն էի, հանգարց ոլորված մեծաթիր թուղթը, որ մեկ կողմ դրավ ուշադրությունս գրավեց։ Մոր եղբայրս ոլորված թուղթը բացավ եւ ինձ ցույց տվավ զարմանալի պատկերը։ Տիկրան մոր եղբայրս ինձ բացատրեց, որ այդ պատկերի մեջ եղած յատաղաններով մարդիկը ենիչերիներն են եւ զնգաճող վաղադողները բուլգարներ։ Ինձ բացատրեց նաեւ, որ ժամանակին սուլտանը գոդորել դվերեր բուլգարները, որովհետեւ անոնք աբստամբեր էին սուլտանական բռնաբեդության թեմ։ Սուլտանները իրենց արհեստով բռնավորներ են ուսավ։ Հաբա սուլտան Ազիզը հարցուցի, հաջախ լղսած էի կովես սուլտան Ազիզի մասին, որ գգոչեին Ազիզ սուլտանը, շատ էր գապսոսային անոր եղերական մահը, բայց մայրս կսեր, որ սուլտան Ազիզի օրով գար արադություն, շքեղություն։ Ալեմ դաղի գերտար եւ փուրերով ոսկի գծախսեր։ Անկամը իր աբարանքներեն մեկը այրել դվերեր, որպես լուսավորություն իր անցքին։ Նահաբետ մոր եղբայրս, որ շատ ցանցար այցելության գուկարմեզին եւ անալ իր գրոշմեն կանկադելու համար, մորնալու համար իր ցավերը գվերհիշեր անցյալը եւ գխոսեր սուլտան Ազիզի մասին։ Անիգա զեղս է եւ շվայտ падիշախ մնե։ Ճիշտ էր, բայց ահալին գողտվեր անոր զեղ խուտենեն։ Թոփանե օղլիեն մինչև չամլուջա շինել դվեր էր բալատներ եւ աբարանքներ, որովհետեւ իր անցքին, երբ որ սիրտը ուզեր բաղ մկան կարներ եւ շերբետ մխմեր։ Այդ աբարանքները այլևս կիսափուլ եւ անպնակ շենքեր էին, գոդրդած աբագիներով, բայց ժամանակին եղեր էին սուլտանական կմահաճ խրախճանքի շքեղ աբաստաններ։ Բաղլարբաշի լայն բողոդամ շինվեր էր մեկ շաբթվա մեջ, որովհետև սուլտանը Հայդար Փաշային անցնելով ասիական ապունքը այդ ճամփեն բիդանցներ իր շքախումբով։ Օկուդը որուն էր գսել նահաբետ մոր եղբայրս, շուրջ փոլոր նայելով հարցական, սուլտանին սայեեն ահալին պարագը վաստգեր, անոր կեվը մեր վաստակներ։ Կվատմեին, որ սուլտան Ազիզի մահը ցավ պատճառած էր ժողովրդին եւ բազմաթիվ դեստաններ շինված էին, որոնք քաղաքնակողի գերկեին մինչև իմ մանկության օրերս։ Յուղապեր մորակույրս երբեմն գերտկեր at դենստաներերը մեկը, գլուխը անդադար շարժելով, անիգա սուլտան Ազիզի նախասրած սուլտանուին ողբներ։ Beni tahttan indirdiler, 4 çiftele bindirdiler, top kapıya getirdiler, aman sultan, aziz sultan, kan ağlıyor bütün cihan. Եվ հայերեն թարգմանությունն է սաբեսեր, ինձ կահեն իջեցուցին, 4 ճուղտագը թրին, Topkapı'yı baladı darin, aman sultan, aziz sultan, արյունգլա ամբողջ ժողովուրդը։ Այս բոլորը լսած լալով վստահ էի, որ դիկրան մոր եղբայրս իր գարկին ափսոսանքով պիտի խոսել այն սուլտանի մասին, որ իր լոկարանի մեջ գտնվեր էր առնական բազգերակները գդրված սուր մգրադով եւ որուն համար ուսեր էին թե
անցնասպան եղած է։ Բայց դիկրան մոր եղբայրս իմ հարցումից փոխարեն հոնքերը բացրացուց ճակդին վրա եւ ըսավ զայրույթով. Սուլտան Ազիզը ավելի ալչակ բռնավոր էր։ Միտքս մտավ հուզմունքի մեջ, ճիշտը ասելով, բատկերի մեջ ներկայացված սարսափները խոր աստեցություն չկործեցին իմ վրաս, որովհետև չընդգրկեցի անոնց դարողությունը։ Թեր այնադեն չգային հայկական գոդրածներ, կամ կոնե ես այդպիսի բան չի լսած եւ բուլգարներուն բադահածը ինձ տվեցավ հերավոր անիրական տեսակմը քեշ երաս։ Բայց ինչ որ հասկացա այն էր, որ սուլտանները մեծերն են եւ անարդար բան գործեն, այդ է իրենց կոչումը այս աշխարհի վրա։ Եվ ըսկացի, որ դիկրան մոր եղբայրս թեմեր այդ մեծերում եւ ուրախ բիդիլլար, երբ անոնք բացվեի։ Ըսել է, ըսի աչկերովս փնդրելով իր նայվածքը, Սուլտան Ազիզը մեր ծնողները աղեկ մարդիկ էին։ Հիչ կոչեց անսրտնեղած, հետո ինձ խոսեցավ Չերքեզի մասին, որ խումբը համախոհերով ուզեր էր Սուլտան Համիդը սպաննել, վրեժը լուծել թավաճանությամբ սպանված Միթաթ Փաշային, որ նպատակը եղեր էր գարկ կանոն հաստատել երկրի մեջ, օրենքով զսպել բռնապետությունը։ Այդ Չերքեզը չէր հաջողած, որովհետև իր համախոհները վերջին բահուն մատներ էին զինքը։ Ան բռնվեր ու գլխատվեր էր, ու հանգած դիկրան մոր եղբայրս բացականչեց. «Թեր ձումբս դիգես, այդ բաները քո գիտնալիք բաներդ չեն»։ Հոնքերը ավելի բարձրացան ջակդին վրա եւ ինքն իրեն ասավ. «Էսալ ինչ խելք դրերեմ աս ճոճուխին, աբուխ-սաբուխ կխոսիմ»։ Բայց դիկրան մոր եղբայրս սերմ դրեր էր մտքիս մեջ։ Այլևս մի անգամ ընդմիշտ դահաճությամբ կլսեի, երբ սուլտանին ծննդյան կամ կահագալության դարետարցին քոապանական խոսքեր գլլային եւ սուլտանին արևշադության համար մաղթանքներ գլլային։ Բարեբախտաբար մեր դամ մեջ ոչ ոք հարգադրված էր իր հավատարիմ հպատակի սկացումները հայտնել։ Դունը գմնար չեզոք այդ կարգի խնդիրներու մեջ եւ նույնիսկ դհաճ։ Այն ընտանիքներու նկատմամբ, որ իրենց տուներուն ջագատները լապդերներ գտնեին, այդ արդիվ քաղաքին լուսավորության մասնակցելու համար։ Բացի ադելությունը, թեպի բռնավոր սուլտանները ըմպոստ եւ գլխատված Չերքեզի դեպքը մտքիս մեջ հարույց շատ մը պատմություններ, որոնք ամենքն ալ գմեգնեին այդ դեպքեն, բայց աստիճանաբար գայլափոխվեին իմ երևակայությանս մեջ։ Ամեն երիգուն, երբ բլուխս գտնեի բարձին, աչքերս կպագեի, բայց արդուն կմնայի երկար ադեմ եւ ինքսինքիս պատմություններ կպատմեի։ Կտեսնեի Չերքեզը բարձրահասակ, վայելուչ կապույտ աչքերով, որ իր խարդախ համախոհներով կբարձրանար բալադի սանթուղներեն։ Ան ագանջ կտներ ցայներուն եւ շշուկներուն, ոչ թե վախնալուն, այ ըսկշության համար։ Որբեսի իր գործը հաջողի, ան հանթուկներ եւ կաչ ու մերները չեր վախնար։ Ան դեսակմը խարնուրդներ արդին ամուջային եւ հորս։ Հայրս ալ մերնելեն չեր վախնար, քանի անգամներ լսեր էի այդ։ Թերևս մեկ անգամ միայն լսեր էի, բայց այդ խոսքը բազմապատկվեր էր իմ մեջս, ջուղեր էր արձակեր։
Ես ալչեի վախնար մերնել են, եւ այդ բանը, որ գուզեի մտքովս հաստատել ինքսինքիս, ինձ կխորասուզեր ցավակին հեշտանքի մեջ։ Հետս է իմ հնարած բատմություններուս մեջ այդ չերքեզը ես էի։ Իմ համակողներս այն դղակը, որ որոնց մասին գասկած ունեի, որ խամազ են եւ գրնան ըլլավ։ Անոնց հետ գպացրանայի բալադի սանտուխներեն։ Միշտ սանտուխ կար այդ պատմություններում մեջ։ Ժամանակի ընթացքին անձնակողության եւ հրայրքը ուրիշ սնունդ կդավ եւ ստացավ դարբեր ուղղություն։ Հայրս ուներ լեարտի իվանդությունը, որ երբեմն սաստիկ խիթեր գբատճարեր իրեն։ Այդ ցավերը հանգարձակի գայտնվեին եւ հայրս դուն գտարնար եւ գբարգեր։ Բժիշկի գարձիկով այդ ցավերը անդանելի էին, բայց հայրս կճանար իր գամքի ուժովը հաղթահարել անոնց։ Երբեմն հագարակ այդ կամքին փարաչունի նման խուլ աղաղակը կհասներ մինչև վարի արգերը, ուր մեզ երկու երախաներս գբայեին, որբեսի աղմուկ չնեինք դան մեջ։ Հորս թիմադրությունը ցավին այն բանը, որ իմ սիրելի հայրիկս երկու ցավի մեջ գժպտեր եւ մորս հետ կգադագեր, որբեսի սիրտ տանոր, ինչպես մորակույրերս գբատմեին զարմանքով։ Այդ բոլորը խոր ազդեցություն կգործեր իմ վրաս։ Ու երբ երկու-երեք օր հետո հայրս գելներ անգողինեն, թեր դժգույն, բայց արդեն ամուր իր սունուկներուն վրա, ինձ գտվեր, որ ան հաղթած էր աներևույթ հրեշիմը եւ ան հերոս մներ։ Ու ես ալ գերազեի ըլլալ իրեն պես ու հաղթել բոլոր հրեշներուն, ունենալ արիտ հաղթելու հրեշներ։ Ու ամեն ինչ ինձ ներգայանար հրեշի բատկերով։ Հիվանդությունները հրեշներ էին, չկավորությունը, որուն մասին գխոսեին արդեն, զզվելի հրեշ մներ եւ մեծերը անդանելի հրեշներ էին, առասվելական արարածներ, որոնց կոդոշներեն պետք էր բռնել եւ սանձահարել։ Մանչ ըլլայի եւ ըլլայի չերքես, էշկիա խաչաղճի, լերը աբաստանող ավազակ եւ արդարություն գործադրեի ու այդ ընելու համար գմերնեի հեշտանքով։ Այո, այսօրվան բաժինը վերջացուցի, շարունակությունը հաջորդով։ Ցտեսություն բոլորիդ։